միտումնավոր է զանգել եւ ինձ սպառնացել։ Այն դեպքում, երբ որ ես որևիցե վիրավորում չեմ արտահայտել, ես հիմա ասեմ, իմ կողմից սադրանքը այդտեղ ինչու՞մ է կայանում, որ իրանց այս իշխանության թալանն են բացահայտում կոռուպցիա, այդ է, եւ դրա համար տեսանյութով շատ պարզ հստակ երևում է, թե ինչպես եմ ես միայնակ բարձացել եմ վերև դուռը նորմալ ձևի, ծեծել եմ, բացել եմ, հանգիստ տոնով խոսացել եմ, առասարը կոչ եմ արել, որ իրանք հանգիստ տոնով խոսան, որը իրանք հենց ինձ վիրավորել են եւ հետևից հարվածել են եւ խմբակային ինձ վրա հարձակել են եւ այդ տեսանյութը բոլորս էլ տեսել են եւ դա անհերքելի է։ Այսինքն սա ակնհայտ անհերքելորեն ապացուցում այն մասին, որ այդ ամբողջ գործընթացը եղել է միտումնավոր կազմակերպված։ Եվ հիմա ես ոչ մի խուլիգանական բան չեմ արել։ Առայժմ ես ցույցում չեմ տվել, հարձակումություն չել է։ Առայժմ այդ ամենի մասին Պարոն Չախոյան, իսկ ուժով ճանաչվել եք դուք արդեն։ Որևիցե մեկը նկատում եմ պաշտոնանկ չի լինելու այդ խումբ եւ գաղափետը, տեսեք այս իրադարձություններին անդրադարձավ եւ Տիգրան Ավինյանի երեխա Նիկոլ Փաշինյանը մտածում են պատկաններն ասում են դատապարտում են ընդհանրապես դա, բայց նաեւ ասում են որ պաշտոնյա է, որի նյարդերը եւս կարող են տեղի տալ, իսկ նաեւ հանրապետությունն ասում են որ աշխարհաքաղաքական կենտրոններից է կողոպտվել, իրենք էլ այդ ամեն ինչն են կանխել։ Պուտինն էր ասել որ այդ ամենը տեսեք շատ լավ հարց եք տալի եւ վերջի ժամանակահատվածում շարժվում է թե իբրև ես պարոն Մանուկյանը պահանջել եմ քաղաքապետի հրաժարականը, որից մեկը չի կարող մերի այնպիսի հրապարակում կամ տեսանյութ, որտեղ մենք ասում ենք մենք պահանջում ենք քաղաքապետի հրաժարականը, այլ ընդհակառակը դա այնպիսի բան է, որը քննարկման նույնիսկ ենթակա չի եւ իրանք իրենց այսպես ասած ճակերտավոր քաղաքակիրթ իրանց որոշումը պետք է կայացնեն, որը իրանք չկայացեցին եւ ամբողջ հանրությունը տեսնում է իրանք իրական դեմքը, այսինքն որ իրանք շանտաժի միջոցով աթոռի ամեն գնով պահում են, այսինքն դա էլ նույնպես անհերքելի է, որովհետեւ քաղաքապետի հրապարակումը հենց ակնհայտ շանտաժի մասին է եւ Տիգրան Ավինյանի անդրադարձը հենց դրան է վերաբերում, անկեղծ ասած ես իհարկե չէի կասկածում, որ իրան աշխատանքից չեն հեռացնում, որովհետև այս իշխանությունը այդ ամենը բնորոշ է։ Բայց պարոն Չախոյան, տեսեք, ես ամեն ինչ ցուցադրել եմ, ամեն ինչը հրապարակված է, այսինքն ես ոչինչ չեմ արել, իսկ հայի վայելա, որ ոչինչ չարած մարդուն զանգի հայհոյի, սպառնա, վիրավորի, հետո ծեծեն, թողը դա մեկ օր առաջ քաղաքապետարանում յոգուրտային ակցիա եք իրականացրել, արտահայտություններ եք ասել, տեսեք, ես մենք քաղաքակիրթ միջավայրից ենք խոսում, ես իրականացրել եմ քաղաքական ակցիա, այսինքն ես ոչ ոքին չեմ սպառնացել, չեմ ծեծել, այսինքն իմ արարքի արձագանք են տվել քաղաքական գնահատականն է տվել, այսինքն դա քաղաքակիրթ միջավայրում դա դատապարտելի չի, այլ հենց իրականում հենց եթե մենք ժողովրդավար երկրի ներկայացուցիչ են, իրանք խոսում է, դա հենց այդպես է լինում եւ այդպես այդ ամենը արտահայտվում։ Եվ խնդրում եմ ձեր թույլտվությամբ ես շարունակեմ եւ էլի ձեր հարցերի ամբողջովին պատասխանեմ։ Եվ տեսեք, հետաքրքիր է այն է, որ իմ հրապարակումները կոռուպցիային բազմաթիվ այլ է եւ հենց քաղաքապետի ասածով արի ես քեզ աշխատանք եմ առաջարկում, եթե սխալացավ քաղաքացի ես, արի ես քեզ համապատասխան աշխատանք եմ առաջարկում, ո՞նց է աշխատավարձով լայն լիազորություններով։ Այսինքն այսինքն լայն լիազորություններով աշխատանք բարձրատրվող ժողովուրդ ջան,
հարգելի լրատվամիջոցներ, ես չեմ վաճառվում, ես ունեմ սկզբում արժեհամակարգ, որը ես այդ գիծը չեմ ասում, այսինքն անկախ ամենից բազմաթիվ են եղել առաջարկները, պաշտոնները, ես միշտ մերժել եմ, որովհետև դա իմ սկզբունքների բեմ է, այսինքն եթե դե ես այդ ամենը միայն դրա համար եմ դիտարկում, պատկերացրեք, եթե ես պաշտոն ընդունեմ, բնականաբար ես պետք է լռեմ, եթե ես պաշտոն եմ, ինչպես կարող եմ ես բացահայտել պետական պաշտոնյան կոռուպցիան։ Իշխանական լրատվամիջոցներում տարածվեցին տեղեկություններ, որ ձեզ ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը եւ հարցադրում արվեց, թե այնուամենայնիվ, եթե դուք չեք աշխատում, որտեղից ձեզ ֆինանսական միջոցները հսկում եւ ապրելու։ Շատ լավ։ Ուրեմն տեսեք, իմ 3 տարվա հանրային գործունեության ընթացքում ես եղել եմ Նիկոլի պրոյեկտ, եղել եմ ադրբեջանական շպիոն, եղել եմ գործակալ, եղել եմ բոլոր ընդդիմադի դաշտի պրոյեկտը եւ իրանց մարդը, բայց ոչ մի հաստահեն հաստ չի եղել։ Իսկ ինչը վերաբերում է ֆինանսավորման, այսօր ես ոնց հասկանում եմ, ով ընդդիմադի հայացքներ ունի, ինքը կամ երկրի դավաճանա, կամ նախկինների հետ կապված է, կամ ռուսի շպիոնը ֆինանսավորում է։ Այսինքն այսօր ով Նիկոլին չի աջակցում, ուրեմն գործունեություն իրականացնելու գործունեությունը ես 3 տարվա իրականացրել եմ իմ անձնական ֆինանսական միջոցներով, այսինքն դա ոչ որևիցե ծախսեր չի ենթադրում, այսինքն հեռախոսը, որը արժի մոտ 200,000 դրամ, նկարել եմ եւ հեռախոսով մոնտաժ եմ արել, հրապարակել եմ, այսինքն որևիցե ծառայություն, որևիցե մեկի չեմ վճարել, որ այդ աշխատանքները իրականացան իմ միջոցներով եմ իրականացել։ Այդ թվում շատ նկատառում քրեական գործեր են հարուցել, որը իմ շահերը պաշտպանելու համար այս փաստաբանական ծառայության ծախսերը իմ ֆինանսական միջոցներով եմ փոխացել, սակայն այս վերջի միջադեպից հետո sense մեծ ֆինանսական բեռային դրա եկել առաջացել, որի արդյունք ես արդեն իմ շահերը պաշտպանելու համար ես պատրաստվում եմ դրա համահավաք իրականացնել եւ ժողովրդի խնդրել ինձ աջակցել, որ այս ապօրինության, այս անարդարության դեմ ինձ ֆինանսապես աջակցել, որ ես կարողանամ այդ ֆինանսական մեծ բեռը լուծել։ Պարոն Չախոյան, հանրապետություն կուսակցությունն էլ էր հայտարարություն տարածել կուսակցության մակարդակով եւ ասում են, որ ձեզ դեպի են ենթարկել հանուն Հայաստանի ինքնիշխանության։ Դա ինչպես կարող եք մեկնաբանել եւ այդ դեպքից հետո որևէ մեկ իշխանությունից կամ հենց հանրապետություն կուսակցությունից փորձել են ձեզ հետ կապ հաստատել եւ մի կերպ հարթել այդ իրավիճակը։ Ոչ, իմ հետ ոչ մեկ կապ չեմ փորձել հաստատել եւ դրա տարիքներ կարծում եմ իրանք հասկանում են, որ չկա, որտեղ ես ոչ մի առևտրի եւ կամ գործարքի չեմ գնալու եւ դա հստակ եմ ասում, բոլորի արդյոք ես միջև վերջ եմ գնալու ինձ սկզբունքներին հավատարիմ։ Իսկ ինչը վերաբերում բախած անկեղծ էլի ձեր ասածը, այսինքն ոչ թե ձեր ասածը, այլ իրանց ասածն է անհետ բանը, որ նույնիսկ չգիտեմ ինչպես անդրադառնալ։ Պարոն Չախոյան, ներողություն, այս աղմուկը, հա, ծեծ կրտուքը ինչ խնդիր էին լուծում։ Կարծում եք փորձեր արվում այսպես կոռուպցիայի մասին ահազանգերը քողարկել, հա։ Շատ շնորհակալ եմ ձեր հարցի համար, որովհետև դրան էի ուզում անդրադառնալ, թե իրականում հուն իմաստ է այդ ամեն պատմությանը ինչու՞ մա կայացել։ Տեսեք, համացանցում շահարկվեց ես գործակալ եմ եւ այլն, սադրել եմ, չնայած չեմ սադրել, բայց իշխանամետ զրպարտություն տարածող լրատվականները եւ իրենց գործիչները հարց չտվեցին, լավ, Չախոյանին դնենք Նիկոն, բայց ժողովուրդ, այդ մանկապարտեզը քիչ չի բացվել։ Մանկապարտեզի փողերը ուր, այդ մանկապարտեզը չէ, որ արդեն 2024 թվականին անցած տարին պետք է շահագործման հանձնվեր սեպտեմբերից։ Այսինքն այդ հարցը ոչ ոքին չհետաքրքրեց, թե խի մանկապարտեզը չի գործում, բայց չէ որ հենց տեսանյութի նպատակը կայացել է նրանով, որ մենք ցույց տանք հանրությանը, որ ժողովուրդ ջան, այս մանկապարտեզը չի գործում, որովհետև ՔՊԱ-ական է տենդերը շահել, որովհետև աշխատանքները անորակ են կատարել,
եւ ասում են իբրև թե այդ աշխատանքները համար գումար չեն վճարում, համացանցում նման հրապարակումներ է շարժվում, ես էլ ասում եմ, ես վստահ եմ, որ կեսից շատը այդ գումարի վճարվել է, Երևանի քաղաքապետարանը վճարել է, դա էլ այլ զրպարտանք է, եւ տեսեք, մանկապարտեզի հարցը դա է, եւ այդտեղից էլ հարց է առաջանում, թե մյուս միջադեպը այդ հայտնի կռիվը չի տեղի ունեցա, որտեղ ակնհայտ դա սադրանք էր եւ հարցակում էր ոչինչ չանելու համար։ Ըստ իմ ներքին համոզման, ըստ իմ կարծիքի, դա տեղի էր ունեցել իմ տան հարևանությամբ շենք կառուցելու շինթույլտվությունը տալու համար, որտեղ հանրային քննարկմանը չեն ցանկանում, որ ես մասնակցեի, որ ես փաստը չներկայացնեմ, որ այդ շմակ լսումները իրանք անցկացնեն։ Օրինակ, գներեք, Ազատության TV լրատվամիջոց կա՞ ստե։ Տեսեք, նախորդ հանդիպանը ձեր լրատվամիջոցը եկել է լուսաբանելու բնակիչների հանդիպումը։ Քաղաքապետը թույլ չի տվել լրատվամիջոցներին լուսաբանի այդ հանդիպումը։ Ինչու՞։ Այսինքն պարզ է, չէ, որ ինչ-որ գաղտնիք ունեն, ուզում են ծածկատմփոց անեն, որ այդ լսումները չիրականացնեն, բոլորին էլ շատ քաջ հայտնի է, թե այդ շինթույլտվությունների տակ ինչքան ահռելի մեծ գումարներ կան։ Հակառակ դեպքում քաղաքապետի է շահագրգռված, որ այդ լսումները հանրային չլինի, եթե այնինչ ինքնին դա հանրային է։ Բացի այդ, ժողովուրդ ջան, ուզում եմ հետևյալ այդ փաստերի հիման վրա այլ փաստեր ներկայացնեմ 2023 թվականին ես Facebook-յան էջում հրապարակում եմ կատարել, նշելով, որ նոր վարչական շրջանում Facebook-յան էջում հանրային քննարկման շմագի լսումների հրապարակումը չեն արել, այսինքն որ ժողովրդին արել են լսումներից հետո, այսինքն էջում հրապարակել են 12:39 րոպեին այն դեպքում, երբ լսումը իրականացվել է 12:30 րոպեին է սկսել։ Տենց ո՞նց է լինում։ Լսումը անում են ավելի ուշ, այտենց ո՞նց է լինում, ժողովուրդ ջան, այսինքն բնակիչները ո՞նց պիտի գան ժամանակի, չգիտեմ, ինչ-որ ժամացույց կա հետ են տալու ժամանակի մեքենա ունեն, իրանք այսինքն ակնհայտ Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է, որ շմակ լսումները ծածկադմփոցով արվեն, որ հանրությունը իրազեկված չլինի եւ չմասնակցի եւ չիմանա, որ իրանց հարևանությամբ շենք են կառուցում։ Հիմնականում ինչ մենք պատկեր ենք ունենում, երբ որ արդեն շինթույլտվությունը տրված է լինում, շինարարը գնում է քանդում է, ժողովուրդը այդ ժամանակ է իմանում, որ շինթույլտվությունը տված է եւ անում են ամեն ինչ օրենքով, ասում են դե գիտեք շմակ լսումներ եղել են, այ որ դուք չեք եկել, մենք էլ տվել ենք, այ որ դուք գայք, բայց ոնց գան, եթե դուք այդ ամենը ծածկադմփոց եք անում։ Եվ դա միակ դեպքը չի, դա նույնպես էլի կրկին դեպք է եւ հրապարակային նշել եմ այն հայտնի տիկնոջը եւ Արտակ Զեյլանյանին է։ Անի Խաչատրյանը։ Ահա, անկոտ։ Իբր։ Լավ։ Նշել եմ ասել եմ, որ ժողովուրդ ջան, ձեր վարչական շրջանում, նոր վարչական շրջանում հանրային լսումները չեն իրականացել։ Նույն պատմությունը էլի տեղի է ունեցել բանի։ Նոյեմբերի 27-ին ժամը 15:36-ին հրապարակել է հանրային քննարկման հրավերը, այն դեպքում երբ որ 11-ին է սկսվել։ Ժամը 11-ին է բացատրվում։ Շատ լավ։ Տեսեք, որ ասում են չեն աշխատում, ես չեմ աշխատում, ինձ համար անհասկանալի է, թե իմ ծանոթները, թե հանրային դաշտում բոլորն գիտեն, որ ես
շինարարությունով եմ զբաղվում, այսինքն շինարարության աշխատանքներով եմ զբաղվում, որ ցավոք սրտի չունեմ, մի քիչ մեր երկրում այդ համակարգը այդքան էլ օրենքով չի համակարգում, դուրս է գալի, որ ես պաշտոնապես չեմ աշխատում, այսինքն որևիցե ընկերություն եմ եւ այլն, ես չեմ աշխատում, այլ որ շինարարական աշխատանքներ եմ իրականացնում։ Իմ ֆինանսական միջոցները այդտեղից է գալի։ Այսինքն բայց որ ընկերություն ունենամ, իրանց նման գնամ տենդերներ շահեմ, մանկապարտեզներ չկառուցեմ, գումարները թալանեմ, երևի իրանց Այո, կապ չունի նորքում թե ավանում, հա, ես խալ հասկացա։ Այո, շինարարական աշխատանքներով հիմա այս տեսանյութերն նայելով բազմաթիվ ծանոթներ ինձ ճանաչեն, իմանան, գիտեմ, որ ես այդ աշխատանքներով եմ զբաղվում եւ դրանից ելնելով ես հիմնականում ասած մասնագիտական փորձից ելնելով անդրադառնում եմ անորոշ շինարարական աշխատանքներին։ Պարոն Չախոյան, ներողություն ջան, տեսեք Ձեզ դատաբժշկական փորձակնություն մինչև ուրբաթ անցած չէին արել։ Այս պահին դուք անցել եք դատաբժշկական փորձակնություն ձեզից այդ մասիվի IT դեպքերից եւ դժոխ ճանաչվել եք թե չէ նաեւ, որովհետեւ վերջին տվյալներով դուք դժոխ չէիք ճանաչվել։ Այո, դատաբժշկական փորձակնությունը անցկացվել է, բայց արդեն այն դեպքում, այսինքն ուշացումով, երբ որ արդեն կապտուկները իջել է։ Ինչ է ֆիքսվել։ Այն ինչ որ կա հարվածներ եւ այլն ստացած։ Բժիշկն ասում է դուք ատենոմա ունեք, աչքի գլխի վնասվածք ունեք, ձևում ունեք, չգիտեմ։ Այդ ընթացքում դրանք անցել էին, թե արձանագրվել են, այսինքն դատաբժշկական փորձակնության ժամանակ։ Հուսամ այո, բայց որ ասեմ կարող է միգուցե չեն գրել, ես փաստաթղթի մեջ չեմ նայել առ իրանք ինչ են գրել։ Հուսամ, կարծում եմ այո։ Եթե չեմ սխալվում շաբաթ օրը, եթե չեմ սխալվում։ Չէ, ոչ։ Ես մեղադրյալ եմ։ Չէ։